Մենք առաջին անգամ մեր անկախության պատմության մեջ ունենք խաղաղություն։ Նախորդ շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն եւ այս փաստն ապացուցվում է նրանով, որ 2025-ն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով չենք ունեցել զոհեր։ Գործնականում մենք զոհեր եւ վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի մարտից։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում։ Անդրադառնալով ընդդիմադիր դաշտից արվող պնդումներին ու խաղաղության մասին հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, իսկ իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ամրագրված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի եւ դա սահմանազատման հանձնաժողովների կողմից վավերացված համատեղ գործունեության կանոնակարգի հաստատումն է ու դրա վավերացումը, որը տվել է փաստաթղթին իրավաբանական ուժ։ Եվ ուրեմն եկել է ժամանակը, գալիս է ժամանակը եւ այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը, ասել է վարչապետը։ Պատերազմի եռագլուխ Քոչարյան Կարապետյան Ծառուկյան կուսակցությունը փորձում է համոզել, թե 2024-2025 թվականից առաջ մենք ունեցել ենք խաղաղություն, նաեւ 2018 թվականից առաջ։ Իհարկե սպնդումը ցինիկ սուտ է, հենց թեկուզ այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր եւ 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության արդյունքում։ Ընդ որում զոհերը հարյուրավոր են, վիրավորների թիվը էականորեն ավելի մեծ է։ Եվ սա թերևս նրանց պատկերացումն է խաղաղության մասին, որ ամեն տարի շարունակաբար մենք ունենանք զոհեր եւ մեր պատկերացումը հակառակն է, որ խաղաղություն նշանակում է զոհերի եւ վիրավորների բացակայություն եւ խաղաղություն նշանակում է ընդհանրապես որևէ լարվածության բացակայություն։ Նախորդող շրջանում մենք ըստ էության անընդհատ ունեցել ենք գործնականում կարելի է ասել ամենօրյա ռեժիմով ունեցել ենք փոխհրաձգություններ։ Եղել են անընդհատ բարեբերաբար դիպուկահարների մարտեր, դիպուկահարների մինի պատերազմներ, բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև հետևյալը, որ ըստ էության այդ իրավիճակը եւ մեծ պատերազմի հետ հարաբերությունները ինչ են եղել եւ ինչ են նշանակել։ Եվ հետեւաբար իմ ասածը այն է, որ մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում։ Չենք ունեցել խաղաղություն, ունեցել ենք պատերազմի հետաձգում։ Եվ կարևոր է արձանագրել նաեւ, թե այնուամենայնիվ ինչպես եւ ինչի հաշվին է եղել պատերազմի հետաձգումը, որովհետեւ դա էլ ըստ էության գին է ունեցել, որով մենք վճարել ենք։ Իսկ պատերազմի հետաձգման համար մենք վճարել ենք Հայաստանի անկախությունով, ինքնիշխանությունով, պետականությունով, Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ եւ տնտեսական զարգացմամբ։ Եվ նաեւ սա է պետք արձանագրել, որ նաեւ այդ վճարամիջոցը, պատկերավոր ասած, նույնիսկ այդ վճարամիջոցը եւ այդ վճարամիջոցը սպառվել է արդեն 2016 թվականին, երբ որ տեղի է ունեցել 4-օրյա պատերազմը եւ ոչ միայն տեղի ունեցել 4-օրյա պատերազմը, այլև բանակցային սեղանին դրվել է բոլորովին այլ տրամաբանություն, որը հոդս է ցնդեցրել Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական կողմի բոլոր պատկերացումները։ Նրանք, ովքեր կփորձեն վիճարկել այս պնդումը, ես հղում կանեմ արդեն իսկ հրապարակված եւ հայտնի բոլորին եւ բոլորին հայտնի Սերժ Սարգսյանի 2016 թվականի օգոստոսի արդեն իսկ հայտնի նամակի մասին։ Եվ ուրեմն մենք բազում
զոհերի եւ զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, մենք հասել ենք խաղաղության։ Մեր խոնարհումը մեր բոլոր ընկած եղբայրներին մենք հասել ենք խաղաղության։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված ու ամփոփված են։ Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ Այս մասին սոցցանցի էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցական ընկերներին կրկին վստահության քվե տալու եւ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Հակոբ Աշակյանի գլխավորությամբ փակ գաղտնի քվեարկության երկու փուլերը բարձր մակարդակով եւ ըստ էության անթերի կազմակերպելու համար, նաև ԿՊ վարչությանը կուսակցության քաղաքական ավանդույթներին հավատարիմ մնալու եւ Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական ստանդարտ սահմանելու համար։ Նախորդին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ քայլել էին Երևանի Սուրբ Աննա եկեղեցի մասնակցելու ծաղկազարդի պատարագին։ Պատարագի ընթացքում ներկաներից մեկը փորձել էր հարվածել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին միջադեպը։ Ոստիկանության ծառայողները խուլիգանության եւ պաշտոնական անձի օրինական ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի, նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ եւ Միքայել Մինասյանները։ Կա 3 ձերբակալված, այսօր փաստաբանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ այս պահի դրությամբ նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Հույս ունեմ, որ ի վերջո չենք հասնելու մենք դրան։ 72 ժամով երեխաները ձերբակալված են։ Հույս ունեմ, որ երեխեքին մեղադրանք չեն առաջադրելու։ Ինչի համար հոդվածները հիմա չեմ մեկնաբանում եւ ինչ որ քայլ առաջ չեմ գնում, որովհետեւ դեռևս չունենք մեղադրանք։ Երեխեքը ընդամենը կասկածյալի կարգավիճակ ունեն, ձերբակալվածի կարգավիճակ ունեն, մեղադրյալի կարգավիճակ չունեն։ Աստված մի արասցե, եթե երեխաներին մեղադրանքներ առաջադրվի, բնականաբար ամբողջ մանրամասնությամբ հանդես են գալու եւ հանրայնացնել են այն ամենը, ինչը որ արդեն մեր ձեռքի տակ կլինի։ Տեղեկություն ստացանք, որ գիշերը շտապօգնության մեքենա է գնացել ԶՊՎ, ինչ խնդիր կա տղաների հետ կապված։ Մենք արդեն ասացինք, որ երեխեքը որոշակի բավականին բարդ ավելի ճիշտ առողջական խնդիրներ ունեն։ Շտաբօգնությունը հրավիրվել է, որտեղ մասնավորապես Դավիթը ունեցել էր գլխացավեր, Դավիթը Երևանից ուներ ուժեղ գլխացավեր եւ աչքերը ամբողջությամբ այլուն էր լցված։ Հիմա արդեն հարցում ենք արել, պատասխանը դեռևս չենք ստացել, իրենց հետ զրույցից արդեն իսկ տեղյակ ենք, որ վատ ա եղել, բայց պատասխանը դեռևս չենք ստացել, դրա համար կոնկրետ չեմ կարող ասել, ինչ կարգի բուժօգնություն են ցուցաբերել։ Իսկ տղաները հարցաքննվել են, պատմել են։ Տղաներին փորձել են հարցաքննել, երեք հրաժարվել ենք ցուցմունքներ տալուց։ Ես անձամբ այնտեղ եմ եղել, երևի թե խնդրում եմ, ասում եմ, լավ, ուր եք տանում երեխեքին։ Ինձ ոստիկաններից մեկ ասում եմ, ես փաստաբան եմ։ Ուր եք տանում երեխեքին, ինձ ասում է պայմանագիրը ցույց տուր, որ ասեմ ուր ենք տանում։ Այն ինչը որ տեսել եմ երեք, այն որ սենց ժամանակ առ ժամանակ զարմանքդ պետքա սենց մի հատ թարմացնել։ Երեխեքին լրիվ սենց կռացրած տանել, գետնին տապալելով, այդ ձևով ոստիկանությունից տանել, հասցնել քնչական բաժին, այսինքն որ երեխան ասեն կանգնած մոտեցի էլի ձեռնաշղթաներով չէր լինելու։ Բռնության բաներ նկատել եք, Չէ, չի կիրառվել, մենք անձամբ հարցրել ենք, երեխեքը ասեցին, որ իրենց նկատմամբ բացի բերման ենթարկելուց, ինչ ձևով որ մեզ կոպիտ բերման են ենթարկել, իրենք բռնության չեն ենթարկել։ Կատարվածին եւ ընդդիմադիրների հայտարարություններին այսօր արձագանքել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Արայիկ Հարությունյանը Facebook-յան ուղիղ եթերում կատարվածը որակել է աղանդ, նրանց աղանդի խմբակ, որոնք որոշում են ով պետք է մտնի եկեղեցի եւ արդյոք իրենց հաճելի է թե ոչ։ Ուրեմն մետադիչկայով գրում է հետեւյալը. Դե վարչապետ Փաշինյանը չգիտեր, որ շատ մարդիկ կան հավաքված եւ հնարավոր են սադրանքներ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի, որոնք ուրեմն տոնորերին կամ պատարակներին հավաքվում են եկեղեցիներում եւ ուրեմն թույլ չեն տալիս կամ փորձում են թույլ չտալ իրենց կողմից ոչ հաճո մարդկանց մուտքը եկեղեցի կամ փորձում են սադրել։ Սա ոչ
այլ ինչ է, քան աղանդի վերածված մի խմբակ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, որ իրանք են որոշում, դա եկեղեցի ով պետքա մտնի, ով չպետքա մտնի, իրենց հաճելի մարդիկ այնտեղ պետք է լինեն, թե չէ։ Ես կարծում եմ, որ այս կրոնը երբ որ ստեղծվել է ի սկզբանե չի ունեցել նման սկզբունքներ, նման կանոններ եւ նման մտադրություններ եւ հետեւաբար սա աղանդ է, որը պետք է մերժվի Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ եւ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տևել է 1 րոպե։ Օրակարգում պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած պետություն ազգային եկեղեցի հարաբերությունների ներկայվիճակի առնչությամբ ազգային ժողովի հայտարարության մասին հարցներ։ Հայկ Մամիջանյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով։ Հարգելի գործընկերներ, մեր նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է 1 հարց։ Հայտարարության տեքստ ներկայացված ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության կողմից պետություն ազգային եկեղեցի հարաբերությունների ներկայվիճակի առնչությամբ, բայց հարցը հետևյալն է, որ պարոն Մամիջանյանը տեղեկացրել է, որ ապրիլի 2-ին իրենք կազմակերպում են լսումներ հայտարարության տեքստի վերաբերյալ եւ հնարավոր է, որ այդ լսումների արդյունքներով իրենք ստիպված լինեն լրամշակել այս հայտարարության տեքստը, հետեւաբար խնդրում է պարոն Մամիջանյանը մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգել այս հայտարարության տեքստի քննարկումը։ Հետևաբար, հարգելի գործընկերներ, ինչպես եւ ասեցի, մեր նիստը կտևի 1 րոպե, այս կապակցությամբ շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար, նիստը հայտարարում եմ փակված։ Շնորհակալություն, ցտեսություն։ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Կատարի պետության նորանշանակ դեսպանին։ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայթինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջև կապերի առավել զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Իրանի արտգործնախարար Նիքսի միկրոբլոգում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին հայերենով շնորհակալություն է հայտնել։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին իրանցիների տեղափոխման եւ մարդասիրական օգնության հարցերում մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի եւ Հայաստանի դարավոր կապը դժվարին պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը եւ եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ, գրել է Աբբաս Արաղչին։ Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ ելնելով անվտանգության նկատառումներից դասերը կանցկացվեն առցանց։ Խնդրում ենք գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից եւ հաշվի առնելով Արևմտյան Ասիայի եւ Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, երկուշաբթի դասերը կանցկացվեն առցանց։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է։ Համալսարանն ուշադիր հետևում է իրավիճակին եւ կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։ Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել եւ արկա չեն հիմքեր համալսարանի վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ։ Ուստի խոճապի պատճառ չկա։ Խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերն ու վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա, նշվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին քաղբանտարկյալներին ներում շնորհելու համար եւ հայտարարել, որ անհամբեր սպասում է նրա մասնակցությանը խաղաղության խորհրդի հաջորդ նիստին։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։ Անցյալ շաբաթ Բելարուսի հարցերով իմ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը մեծարգո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հասավ եւս 250 քաղբանտարկյալի ազատ արձակման։ Այսպիսով բանտարկյալների ընդհանուր թիվը, որոնք մեծահոգաբար ազատ են արձակվել նախագահ Լուկաշենկոյի կողմից, անցյալ տարվա մայիսից ի վեր զգալիորեն գերազանցել է 500-ը, գրել է ԱՄՆ նախագահը։ Նա երախտագիտություն է հայտնել Լուկաշենկոյին հավելելով, որ անհամբերությամբ սպասում է նրա հետ հանդիպմանը խաղաղության խորհրդի հաջորդ նիստում։ Ինչպես մարտի 19-ին հաղորդել էր Բելտագործակալությունը վկայակոչելով Բելարուսի նախագահի մամուլի ծառայությունը, Լուկաշենկոն ներում է շնորհել 250 դատապարտյալի, հիմնվելով մարդասիրության սկզբունքի վրա։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ավելի մեծ հստակություն է ցանկանում Իրանում շարունակվող պատերազմի նպատակների վերաբերյալ։ Ես ցանկանում եմ ավելի մեծ որոշակիություն տեսնել պատերազմի նպատակների հարցում եւ ցանկանում եմ տեսնել լարվածության թուլացում, ասել է Ալբանիզին պատասխանելով Թրամփի կողմից պատերազմը վարելու իր տեսակետի մասին հարցին։ Ավստրալիան ինքնաթիռները տրամադրել Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանությանն օգնելու համար վերջինիս խնդրանքից հետո, սակայն բացառել է ռազմածովային ուժերի նավերի ուղարկելը Հորմուզի նեղուցի վերաբացմանը օգնելու համար։ 100,000 տոննա նավթ հումանիտար բեռ տեղափոխող ռուսական Անատոլի Կոլոտկին լցանավը ժամանել է Կուբա։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ չի առարկում Կուբային նավթի հումանիտար մատակարարումը։ Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով ինքը դեմ չէ, եթե Կուբան նավթ ստանա, քանի որ նրանք պետք է գոյատևեն։ Սակայն ԱՄՆ նախագահի կարծիքով դա չի օգնի Կուբայի ներկայիս ռեժիմին գոյատևել։ Նա հավելել է, որ Կուբան ձախողված պետություն է եւ նրանք կլինեն հաջորդը։ Կուբան ԱՄՆ-ի կողմից նավթային շրջափակման պատճառով հայտնվել է էներգետիկ ճգնաժամի առջև։ Կուբան վերջին ամսվա ընթացքում մի քանի անգամ լիովին հոսանքազրկվել է էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Իրանը չի մասնակցել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հակամարտության դադարեցման հարցով Իսլամաբադում կայացած հանդիպմանը։ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նախորդ փուլից մինչև այս պահը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չեն եղել։ Այն ինչի մասին խոսվում է ուղերձներ են, որոնք մենք ստացել ենք մի շարք միջնորդներից, այդ թվում Պակիստանից, բանակցություններ վարելու ԱՄՆ-ի ցանկության եւ հարցման վերաբերյալ, հավելել է Էսմայիլ Բաղային։ Իրանում պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտ, այդ թվում համաշխարհային նշանակության, վնասվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իրանի մշակույթի նախարարությունը։ Վնասված պատմական օբյեկտների թիվը ավելացել է հասնելով 131-ի։ Սա վկայում է վնասների աճող մասշտաբների եւ մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության անհապաղ միջամտության եւ ուշադրության անհրաժեշտության մասին, գրված է հաղորդագրությունում։ Վնասվել են Իրանի 64 զբոսաշրջային օբյեկտ, ներառյալ հյուրանոցներ, սպասարկման եւ կենցաղային համալիրներ, զբոսաշրջային գործակալություններ եւ հանրային սննդի ձեռնարկություններ 10 նահանգներում։ Մշակույթի նախարարությունը նաև հայտարարել է, որ վնասվել է Իրանի 50 թանգարան, այդ թվում Սաադապատ պալատական համալիրի 14 թանգարանները եւ Գոլեստան պալատի համալիրի մեջ մտնող 7 թանգարանները։ Իսրայելի բանակը նախազգուշացրել է Բեյրութի հարավային արվարձանների 7 շրջանի բնակիչներին լքել իրենց տները։ Բանակը հայտնել է, որ թիրախավորվում է Հեզբոլահի ռազմական օբյեկտները այդ տարածքներում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ հրամայել է բանակին ընդլայնել իր գործողությունները հարավային Լիբանանում Հեզբոլահի կողմից շարունակվող հրթիռակոծությունների ֆոնին։ Նեթանյահուն ասել է, որ որոշման նպատակն է ամրապնդել Իսրայելի անվտանգության դիրքերը երկրի հյուսիսային սահմանի երկայնքով։ Նա հավելել է, որ Հեզբոլահը դեռևս ունի հրթիռներ արձակելու մնացորդային կարողություն եւ որ իսրայելական ուժերը վճռականորեն տրամադրված են արմատապես փոխելու իրավիճակը հյուսիսում։ Լիբանանում Իսրայելը ռազմական գործողությունները սկսել այն բանից հետո, երբ Հեզբոլահը հարվածներ հասցրեց Իսրայելին, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելի հարվածների եւ ցամաքային գործողությունների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 1200 մարդ, այդ թվում երեխաներ, կանայք եւ բժշկական ոլորտի աշխատակիցներ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Խոշոր ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 9-ի սահմաններում բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի ժողովրդին հայտնի երասխի կայցևոյում արագաչափի հարևանությամբ կողաշրջվել է Nissan Magnishի մեքենայի վրա, այնուհետև բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի։ Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, ուղղել սահմանազատել տարածքը, Nissan-ից դուրս բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության մեքենային։ Ցավոք, հոսպիտալացման ճանապարհին նա մահացել է։
Լոռու մարզում մեքենաներ են բախվել կանտուժածներ։ Նախորդին Ներսիսյան փողոցի եւ Ներսիսյան Նրբանցքի խաչմերուկի մոտակայքում բախվել են Օպելն ու Մերսեդեսը։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Նախորդին Հալաբյան Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet-ն ու Kia-ն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վթարի հետևանքով վիրավորվել է 3 մարդ։ Նրանց առաջին օգնության են հասել քաղաքացիները, ապա շտապօգնության բժիշկները տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 2-ին մեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պատգարակով մոտեցրել շտապօգնությանը։ Այնուհետև հրշեջ փրկարարները հոսանքազրկել են մեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Կիան էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե պաշտպանիչ ջաղավանդակին։ Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն, այլև գերզգայուն տեխնիկական միջոցների կիրառում։ Երկօրյա վերապատրաստման շրջանակում փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմերի անդամները յուրացրել են ոչ միայն որոնողական սարքերի կիրառման առանձնահատկությունները, այլև ինսարակ միջազգային չափորոշիչներին համապատասխանող արձագանքման սկզբունքները։ Դասընթացի տեսական մասում մասնակիցներն ամրապնդել են գիտելիքները որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման, սարքերի տեխնիկական բնութագրերի ու անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Բյուրեղավանի Արև մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել խոհանոցում եւ պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր։ Մասնավորապես հատակները չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ չներծծող լվացվող նյութերից, խոհանոցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ։ Բացվել է ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր դիրիժոր Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը։ Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն անվանակոչվել է Չեքիջյանի անունով։ Նպատակն է արժևորել Չեքիջյանի երկարամյա վաստակը։ Բացման արարողությանը մասնակցել է նաև վարչապետը։ Նախքան անվանատախտակի բացումը կայացել է մայստրո Չեքիջյանի փորձը երգչախմբի հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մայստրոյի եւ երգչախմբի գործունեության համար, ասել, որ աներկբա է, որ այն արժեքը, որը ստեղծել է Հովհաննես Չեքիջյանը, վերջին 100-ամյակի ամենահիշարժան եւ նշանավոր ձեռքբերումներից մեկն է։ Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում եւ լսելի եք դարձնում մարդու հոգին, եւ չափազանց շնորհակալ եմ դրա համար, ասել է Նիկոլ Փաշինյանն ու խոնարհվել։ Հովհաննես Չեքիջյանն էլ գիրք է նվիրել վարչապետին։
Խաչապետը շատ շուտ էր։ Ափսոսում դրա համար։ Փարիզի հենց հատվածը կամ Մոսկվայի հատվածը կա ընդհանուր։ Սուրասին։ Հանրապետության տարածքում վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում գիշերը ձյան, ցերեկը թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ից եղանակը կլինի առանց տեղումների։ Օդի ջերմաստիճան ապրիլի 1-ից 3-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 նիշով։